Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այսօր հարցազրույց եմ հրավիրել իմ լավ գործընկերոջը, լրագրող Արթուր Սահակյանն է, որը միաժամանակ Ամերիկա-հայկական գործընկերության հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ողջունում եմ Արթուր եւ շնորհակալ եմ հերթական հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար Արմինե ջան, ողջույն։ Ես քիչ առաջ հիշում եի, որ մեր հարցազրույցը 4 ամիս առաջ է եղել, մինչ ընտրություններն էր, մենք վերլուծում էինք, թե ինչպես եկավ Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի մեծ հավատ կար ժողովրդի մի գերակշիռ հատվածի մոտ, այդ թվում նաև Սփյուռքի, եւ հիմա փորձենք վերլուծել, նախ կուզեմ վերլուծենք ինչ ընտրություններ ունեցանք։ Արդյոք դրանք հավատներշնչող ընտրություններ էին, մասնավորաբար հիշենք, քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ինչպես էր սպառնում 3 առաջատար ընդդիմադիր ուժերի առաջնորդներին, կգցենք, կջարդենք, կփակենք, բանտերը կլցնենք։ Հետաքրքիր մի փաստ եւս հիշեցնեմ եւ լսեմ քեզ Արթուր ջան։ ԵԱԿ դիտորդական խումբը իր նախնական զեկույցի մեջ շատ մեղմ իհարկե, որովհետև մենք տեսանք, թե ինչպես էր Եվրոպան ակտիվորեն պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, անդրադարձել էր այն մթնոլորտին, որ տիրում էր նախընտրական շրջանում ընտրական Հայաստանում եւ շեշտվել էր հետեւյալը. իշխանությունը հետապնդում է իր հիմնական քաղաքական հակառակորդներին, այսինքն այս շատ կարևոր փաստի արձանագրում արվել էր։ Եվ ուրեմն ես կուզեմ լսել ինչպիսի ընտրություններ ունեցանք, արդյոք այն լեգիտիմ է, այս խորհրդարանը ձևավորված թե ոչ։ Լսում ենք Արթուր։ Նախ ասեմ, որ շատ մեծ երևակայություն պետք է ունենանք, որ այդ միջոցառումը անվանենք ընտրություն։ Մենք Արմինե ջան, միասին այդ նախորդ բոլոր ընտրություններին մինչև 2008 թիվը ամենադեպս ես Հայաստանում եմ եղել, բոլոր ընտրություններին մասնակցել ենք, եւ որպես ընտրող, եւ որպես լրագրող, եւ որպես վերլուծող, հետաքննական լրագրությամբ մենք զբաղվել, այդ փաստերը ջրերես ենք անել, տարբեր տեսակի այլանդակություններ մենք տեսել ենք 30 տարիների ընթացքում, բայց այն ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, այդ բոլոր երևակայությունից վեր էր, այսինքն դա բոլոր նախորդ այլանդակությունների կատարելագործված եւ նորագույն տեխնոլոգիաներով համեմված եւ նորագույն բռնատիրական դրսևորումներ ունեցող մի հատ միջոցառում էր։ Սկսենք նրանից, որ ինչպես ասացիք, նախընտրական շրջանում պատժում էր կամ չգիտեմ, իշխանությունը իր լծակները ուժային մարմիններին, ամբողջ պետական ապարատը օգտագործում էր իր ուրեմն դիմախոսների դեմ, մրցակիցների դեմ, այսպես ասենք, փակելով նրանց գործեր հարուցելով, էլ չեմ ասում այդ ֆեյքերի բանակը, այդ ամբողջ պետական մեքենան աշխատում էր իր մրցակիցների դեմ։ Հետո տեղի ունեցան այսպես կոչված ընտրությունները, որի ընթացքում էլի մենք տեսանք վարչական ռեսուրսը ինչպես է աշխատում, ինչպես են նախ մինչ այդ վարկաբեկում բոլոր կեղծ լուրեր տարածելով եւ այլ, հետո վարչական ռեսուրսը օգտագործեց, բանակը օգտագործեց, ամենամեծ հարվածը հայ ազգային ինքնությանը դա բանակը այդպես լկտիաբար օգտագործելն էր իրենց ուրեմն իշխանության համար։ Դա էլ արեցին եւ հաջորդ գլուխգործոցը, որ արեց Նիկոլ Փաշինյանը, երբ որ գիշերվա ժամը 1-ին թե 12-ին մոտարապես ասենք 10% էր ձայները հաշվարկված, ինքը սփռտնած դեմքով իր այդպես ասած թիմով, փոքրիկ խմբակով, ինչպես Սամվել Կարապետյանն է շատ հաճախ ասում, փոքրիկ խմբակով ներխուժեցին եթեր եւ հայտարարեցին, որ իրենք ընտրվել են։ Այդտեղ հասկացա, որ իրենք չեն ընտրվել ու խայտառակ պարտվել են։ Ու իրենք բերեցին օրինակներ, որ օրինակ քաղաքակիրթ աշխարհում ինչ որ հաշվարկների արդյունքում նախապես հայտարարում են։ Կա այդպիսի բան, բայց ոչ 10% ձայների հաշվարկի պարագայում եւ այդ դեպքում եւ ընդդիմությունը, այսինքն պարտվող կողմն էլ է խոստովանում, որ ինքը պարտվել է։ Այնպես չէ, որ իշխանությունը գալիս ասում է ես հաղթել եմ, այսինքն հրահանգ տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ նույնիսկ այդքան խախտումներից, լծակների օգտագործումից, պետական ապարատի ուրեմն չարաշահումից հետո էլ իրեն հրահանգ տվեց թվանկարչության։ Ըստ էության նույնիսկ այդքան կեղծիքներից հետո վերջնական նկարչությունը տեղի ունեցավ եւ
դրանից հետո հիմա իրենք, այսպես ասենք, փորձում են հարմարվել այն իրականությանը, որ իրենց ժողովրդի մեծամասնությունը չի ընտրել, ավելին ասեմ, այդ չընտրողների գերակշիռ մեծամասնությունը ատում է իրենց։ Եվ նման պայմաններում իհարկե դժվար է, բայց իրենք կարծում եմ, այսպես ասենք, կորցնելու բան չունեն, որովհետև ես չեմ պատկերացնում անգամ 1 ժամ, թե իրենք ինչ են անելու առանց իշխանության։ Հենց այդ աթոռից իջան, ես չգիտեմ իրենց հետ ինչ ա լինելու։ Լավագույնը, որ կարող եմ պատկերացնել, որ իրենք հայտնվում են բանտախցում, որտեղ այնքան հանցագործություններ են գործել, այնքան օրինախախտումներ, սահմանադրության ոտնահարումներ, որ դա այսպես ասենք ամենադրական զարգացումը իրենց համար կլիներ բանտախցում, այսպես իրենց իրար ներկայություն վայելելը։ Այո, եւ այնպես որ դա ընտրություն ես չեմ համարում, դա գողություն էր, ըստ էության գողացել են իրական ժողովրդի ձայները, Հայաստանի իշխանությունը բռնազավթված է, ուզուրպացված է մի փոքրիկ խմբակի կողմից, ովքեր որ ծառայում են մեր ազգի, մեր երկրի թշնամիներին, այսինքն թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Այո։ Դա միանշանակ պարզ է ինձ համար։ Արթուր, եւ մի շատ կարևոր հանգամանք, շատ ճիշտ նկատեցիր, որ մենք որպես լրագրողներ արդեն 30 տարի վերլուծում ենք, հա, տարբեր ընտրությունները, հետընտրական գործընթացները, սա բացառիկ էր տարբեր հարցերում։ Եվ այնինչ որ դու նշեցիր, եւ նաեւ հետեւյալ առումով պիտի շեշտենք, դա շատ կարևոր հանգամանք է, արտաքին գործոնի կարևոր դերը։ Ուղղակիորեն միջամտեց եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը, մենք տեսնում ենք, թե բլոգերները թուրք-ադրբեջանական ինչպես էին թափանցում հայաստանյան քարոզչական դաշտ եւ գովազդում Նիկոլ Փաշինյանին։ Սրա հետ միասին Եթե թույլ կտաս մի բան ասեմ, Մարմե ջան, խոսքիդ հավելում որպես այդ բլոգերների մասով, ոչ միայն բլոգեր, այսինքն ոչ միայն այդ որ ասում են ֆեյքերի բանակ, ոչ միայն Հայաստանի ֆեյքեր, որոնք հզոր են, այսինքն այն ապարատը, որ ծառայի Հայաստանի դեմ հակակարողության, իրենք ծառայեցնում են Նիկոլի անձի քարոզչությանը եւ հակակարողությունը բոլոր իրեն հակառակորդների, այլ նաև ադրբեջանական ամբողջ ուրեմն մեդիա քարոզությունը, թուրքական ամբողջ եւ ամենակարևորը այդ երկրների լոբիստական կառույցները, Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբիստական կառույցները աշխատում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար։ Շատ կարևոր լրացումներ, փաստեր, այնպես որ դա բայց երկար թեմա է, միգուցե մեկ այլ առիթով կխոսենք։ Գուցե կարելի է նույնիսկ դա առանձին իսկապես վերլուծման, քննարկման թեմա դարձնել, որ մեր ժողովուրդը հասկանա ինչի հետ գործ ունեցանք մենք։ Իդեպ ի վերջո չմոռանանք, որ Թուրքիայի արտգործնախարարը Ֆիդանը բացահայտ ընտրություններից 2 ամիս առաջ ասաց, որ մեզ համար նախընտրելի է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Այսինքն իրենք բացարձակ չթաքցրեցին։ Գործ ունենք Ադրբեջանի, Թուրքիայի հետևաբար, հա, ակտիվ աջակցության, ինչին գումարվեց նաև Եվրամիությունը։ Այսպիսի բացահայտ օրինախախտում Եվրոպայի կողմից, հա, որ գան բացահայտ եվրոպական չինովնիկները պաշտպանեն Նիկոլ Փաշինյանին, Մակրոնը այստեղ մեծ շոու սարքեց իրեն պաշտպանելու համար, հա, եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնը իր կերպարը Հայաստանում գիտակից, հա, վերլուծական շրջանակներում լրիվ ընկալվում է որպես խիստ կողմնակալ մի անձ, որը եկավ մի հատ էլ այսպես սահմանադրական դատարանի դատավորներին հրահանգ տվեց, որ պետք է լինի որոշումը կայացվի ի նպաստ Նիկոլ Փաշինյանի, եւ իդեպ մենք տեղյակ ենք նաեւ, որ մեծ գումարներ, ինչի մասին իրենք չեն թաքցնում, մեծ գումարներ այս ընթացքում այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ տրվեց Նիկոլ Փաշինյանին։ Այս առումով հիմա այդ օտար ուժերի ներգործությունը հաշվի առնելով ռեսուրսները վարչական, այդ զինվորների քվեարկության այդ խայտառակ պատկերը հաշվի առնելով, կարող ենք ասել, ինչպես իդեպ շատերը շեշտում են, որ այս վարչախումբը իրականում չի հաղթել, նա պարտված է։ Նույնիսկ իրենց նկարած թվերով չի հաղթել, ոչ միայն պարտված է, ջախջախված է եւ ընդհանրապես այսպես ուզուրպացրել են իշխանությունը եւ մնում են իշխանության։ Եվ ճիշտ նկատեցիր Արմենե ջան, այդ արտաքին միջամտությունը նաեւ ասեմ ամերիկյան միջամտություն եղավ։ Այո, Թրամփը ասաց, որ աջակցում է Մարկո Ռուբիոն եկավ։ Իհարկե շատ ավելի մեղմ աջակցություն էր դա, քան ասենք Եվրամիության կողմից, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դրանք ամենակարևոր աջակցություններ են։ Ընդհանրապես
կարծում եմ այն, որ ասում են լոբիստական աշխատանք, թուրքական, ադրբեջանական, Եվրամիություն, նաև այս Թրամփը այդ լոբիստական աշխատանքի արդյունք էր։ Գիտեք, կարևորը թե ինչ տեղեկություններ է ասում Սպիտակ տուն։ Ես դրանից սկսեմ, Ամերիկայից սկսեմ, հետո անցնեմ Եվրամիություն։ Նիկոլ Փաշինյանը որքան էլ ասում էր ես Թրամփի WhatsApp-ի համարն ունեմ եւ այլն, դա չի աշխատել, ես իմ կարծիքով, իմ տպավորությամբ թուրքական լոբիստական կառույցները եւ նաեւ իսրայելական, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, իրենք են, այսպես ասենք, ինֆորմացիա մատուցել Թրամփին եւ իմ տպավորությամբ խնդիրն այն է եղել, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չանցնի, նաեւ Հայաստանի իշխանություններն են դա մատուցել Միացյալ Նահանգներին, թրիփը չի լինելու, այսինքն cancel է լինելու, չեղյալ է լինելու, այդ նարատիվով են կարողացել Թրամփին բերել, այսպես ասենք, այդ հայտարարությանը եւ նաեւ Մարկո Ռուբիոին, դրանով էր նաեւ պայմանավորված, որ եկան անմիջապես մինչեւ ընտրությունները հենց օթանավակայանը ստորագրեցին այդ հուշագիրը, որպեսզի, այսպես ասենք, եւս մեկ անգամ, որտեղ վստահ չէին, թե Նիկոլ Փաշինյանը հասնելու է այդ կար։ Հիմա Եվրամիության մասին, Եվրամիությունը ավելի շահագրգռված եւ ավելի ընդարձակ ներգործություն է ունեցել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա, նրանց խնդիրը որն է, երբ որ հարցը վերաբերում է Ռուսաստանին, իրենք մոռանում են իրենց արժեքները, իրենց քարոզած, այսպես գաղափարները, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, չկա այդպիսի բան։ Իրենց խնդիրն այն է, որ Հայաստանը որպես գործիք օգտագործեն Ռուսաստանի դեմ, ցանկացած երկիր, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, կլինի բոլոր եւ ովքեր որ չեն օգտագործում, իրենք սկսում են քննադատել, ովքեր որ պատրաստական են օգտագործվել, նրանք սկսում են պաշտպանել։ Նիկոլ Փաշինյանը բոլորին խաբել է, իմիջիալոց ասեմ ձեզ, վերջում բոլորն են նաև դրսից են պատժելու իրեն։ Ինքը գնում է Մոսկվա, ասում է ինչ ասեք կանեմ, գնում է եւ Բրյուսել, ասում է ինչ ասեք կանեմ, գնում է գալիս է այստեղ Վաշինգտոն, ասում է ինչ ասեք կանեմ, բայց անում է Ալիևի եւ Էրդողանի ասածը եւ խաբում է հայ ժողովրդին։ Վերջում իրեն գլխի են ընկնելու, կարծում եմ Ռուսաստանում արդեն գլխի են ընկել, մյուսներն էլ են հասկանալու, որ խաբեբայի հետ գործ ունեն։ Մի խոսքով, այսինքն Եվրամիությունը շահագրգռված էր Հայաստանին տեսնել ոչ թե Ռուսաստանի ազդեցությունից դուրս, այլ Ռուսաստանի դեմ։ Հենց իրենք հույսեր են փայփայել, դրա համար փող են դրել, ես չգիտեմ, իրենք թքած ունեն, թե Հայաստանից ինչ կլինի, հայ ժողովրդի հետ ինչ կլինի։ Հայաստանը կմնա, թե չի մնա, կարևորը որ այս պահին ինչ որ կմճտեն Ռուսաստանը, դա է խնդիրը։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը կոնկրետ շահ ունեն Նիկոլ Փաշինյանից, որովհետև նա անում է այն, ինչ թուրքերը 100 տարի փորձել են անել, չեն կարողացել, հերթով, եթե տեսեք իր արած բոլոր քայլերը Նիկոլ Փաշինյանի թուրքական ծրագրի այսպես կետ առ կետ կատարում է։ Եվ նույնը Ալիևը այնինչ նա երազել է, որ տարիներ շարունակ, այսօր Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ իրականացնում է։ Ինչու պիտի թողեն, որպեսզի նա հեռանա կամ ամեն ինչ պիտի անեն, որպեսզի նա մեր ընկերներից մեկը ասում է դա Ալիևի ջակփաթն է։ Ալիևը իդեմս Նիկոլ Փաշինյանի ջակփաթ է շահել ու այդ շահումը փայփայելու է եւ պահելու է այնքան, որքան մենք թույլ կտանք։ Այո, ազգովի շատ ճիշտ է, եւ մեր ժողովուրդը պիտի իմանա, որ այն որ ասվում են դեպի Եվրամիություն, չգիտեմ, այսպիսի բաներ է խոսում, Եվրոպայի ուզում տանել իբր Հայաստանը իրականում ինքը տանում է թուրք-ադրբեջանական վիլայեթացում եւ այն որ մենք բոլորս ականատես եղանք, չէ, ինչպես գնաց Անկարա, ինչպես կրծքին սեղմեց Էրդողանի հայտնի գիրքը, իսկ այդ գրքում ամբողջությամբ Էրդողանի նպատակներն են, այսինքն Թուրքիայի հեռահար ծրագրերն են, որտեղ չկա Հայաստան պետությունը, եւ ինքը հենց այդ ծրագրի աջակիցն է, եւ հենց այդ նկարով, հենց այդ ինքը ցույց տվեց նաեւ մեր ժողովրդին, բայց կարծես թե մեր ժողովուրդը դեռ չի ընկալում, որ այս մարդը իրականացնում է պանթուրանական ծրագիրը, այո, շատ ճիշտ է, Սարթուր վաղեմի 100 եւ ավելի դարերի այդ իրենց ծրագիրն է իրականացնում, որտեղ չկա հայը եւ Հայաստանը։
Բայց ես կուզեմ այստեղ մի շատ կարևոր այդ մի դրվագին էլ անդրադառնանք Միացյալ Նահանգների ազդեցությունը ամեն դեպքում քիչ չէր Արթուր Թրամփը ընդամենը 2 օր առաջ ընտրություններից հայտարարում է որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին ես ասեմ որ դա շատ կարևոր դեր ունեցավ որովհետև Հայաստանում կար են ընկալումը որ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի կլինի պատերազմ հետևաբար Թրամփի նման հայտարարությունը Շատերը դիտեցին այսպես, այ դե որ Թրամփն է կանգնած Նիկոլի թիկունքին, ուրեմն պատերազմ չի լինի Հայաստանում։ Այսինքն այդ հայտարարությունը հենց այնպես նայել դրան պետք չէ։ Ասեց, եթե ինքը չլինի, փաստորեն մեր ծրագրերը չեն լինի, բայց ընդդիմությունը հայտարարում էր, չէ, որ ուժն էլ որ գա, այդ ծրագրերը իրենք չեն պատրաստում գցեն աղբար կղի, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը Արցախյան բանակցային գործընթացի փաստաթղթերի հետ։ Այ ես կուզեմ այս առումով վտանգ դու իսկապես չես տեսնում վերընտրության հարցում վտանգ այսինքն արդեն եղած անցած նկատի ունեմ նախ իր ընտրության հարցում Փաշինյանի կարևոր դեր ունեցավ Թրամփի հայտարարությունը իմ տպավորությամբ Թրամփի վարկանիշը Հայաստանում շատ ցածր է այսինքն ինչ որտեղ Թրամփի ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի Թրամփի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի դեմ է աշխատել չէ այստեղ իրանական պատերազմից հետո ես զգում եմ որ հակաթրամփական օրինակ այդպես մոնիտորինգ է ես անում լրատվամիջոցներ այդ ռեակցիաները engagement-ը հա ես հասկացա որ Թրամփին ատում են Հայաստանում մեծամասնությունը գուցե ինչ բան է չէ այստեղ ամերիկյան պաշտպանության մասին է հասկանալի է ինչի մասին է խոսքը միգուցե դա դեր ունեցավ բայց տեսեք ընդդիմությունն էլ ոչ ոք չէր ասել որ մենք գալու ենք թրիփը չեղարկենք այդպեսի բան չէր ասել օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում էր հակառակը ես ուզում թրիփը մեծացնենք ասեք մեղրի այդ միջանցք այդ տարածքից հետո մինչև թող գա երասխ հա այդ շարունակվի այսինքն եւ ամերիկյան շահերի տեսակետից լավ էր եւ Հայաստանի անվտանգության ապը այսինքն ոչ ոք չէր ասել հենց եկա թրիփը չեղարկելու այնպես որ միգուցե դա դեր խաղաց բայց ելի եմ ասում Վաշինգտոնում կարողացել էին եւ Հայաստանի իշխանությունները եւ թուրքական իշխանությունները եւ իրենց լոբիստական կառույցները ձևավորել այն տպավորությունը, որ եթե Նիկոլ Փաշինյանը չեղավ, թրիփը չեղարկվելու է։ Եվ հենց դա էր պատճառը, որ Մարկո Ռուբիոն անմիջապես եկավ եւ օդանավակայանում ստորագրեց այդ հուշագիրը, կարող էին մի երկու օր սպասել էլի, բայց իրենք վստահ չէին, որովհետեւ այնտեղ շատ լավ տեղեկացված են թե ով է, բայց տեսեք Թրամփի մասին, եթե թույլ կտաս երկու բառ ասեմ, իր մոտեցումների մասին։ Այո, հետաքրքիր։ Այն կլասիկ քաղաքական գործիչ չի։ Հիշում եք Հայաստանում այդ կար, չէ՞, ես կլասիկ քաղաքական գործիչ եմ։ Ինքը կլասիկ քաղաքական գործիչ չի։ Ինքը բյուրոկրատական այդ ապարատների մեջ այդպես հակառակ է, ինքը հակա կլասիկ քաղաքական գործիչ է, հակա բյուրոկրատ է, հակա, այսինքն իր մոտեցումն հետեւյալն է։ Ինքը փորձում է, սիրում է ուժեղ մարդկանց, անկախ նրանից դա ինչ է, ասենք, նա բռնակալ է, թե չգիտեմ ով է։ Եվ իհարկե, եթե իր հետ աշխատում են։ Եթե չեն աշխատում, նա կոչնչացնի։ Այսինքն նա, տեսեք, Նիկոլ Փաշինյանի հանդեպ լավ խոսքեր էր ասում, բայց հենց Նիկոլ Փաշինյանը մերժեց կամ չգիտեմ, չկարողացավ ինչ-որ բան անել, Թրամփը թրոլինգի իր վարպետությունն է օգտագործելու Նիկոլ Փաշինյանին ոչնչացնելու համար եւ բոլորին։ Այսինքն ինքը ուզում է շփվել այն մարդկանց հետ, ովքեր հարց են լուծում։ Օրինակ, այստեղ շատ են իրան քննադատում, որ ասում է, օրինակ, Պուտինին ես հարգում եմ, որտեղ ինքը ուժեղ է, կամ Էրդողանին հարգում եմ, որտեղ ինքը ուժեղ է։ Նույնիսկ այն Քին Ունին ասում էր ես Չինաստանի նախագահին։ Այսինքն մարդիկ, որոնք կարող են խոսք տալ եւ անել։ Հիմա եթե Հայաստանում այդ ուժեղ, այդ հարց լուծող տղեն Նիկոլ Փաշինյանն է, ինքը կշփվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե վաղը մեր ժողովուրդը կանգնի եւ ասի, չէ, մենք սրան չենք ուզում, մեր ղեկավարը, ասենք, այս ինչն է, Ռոբերտ Քոչարյանն է կամ Սամվել Կարապետյանն է կամ, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանն է, այդ ժամանակ ինքը մեծ սիրով կընդունի եւ այսինքն նա այդ տեսակի գործիչ է։ Եվ այդ ժողովրդավարություն բան, մենք հասկացանք, որ նրանք իհարկե կարևոր բաներ են, բայց ամենակարևորը չէ։ Ամենակարևորը պետությունների շահերն են։ Եթե այս կամ այն պետության շահերը աշխատում են այսպես կոչված ժողովրդավարությունը աշխատում է այդ պետության շահերի դեմ, այդ ժողովրդավարությունը իրենց պետք չի։
այսպես ասեմ, դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները ժողովրդավար երկիր չի։ Օրինակ դեմոկրատների օրոք Հայաստանը Միացյալ Նահանգները դառնում էր նույն այն երկիրը, ինչ որ հիմա դուք ապրում եք Հայաստանում։ Այդ խոսքի ազատության սահմանափակում, խղճի ազատության սահմանափակում, սեփականության սահմանափակում, լրատվամիջոցների ազատության սահմանափակում փակել էին, ոչ բոլոր տեղերում։ Թրամփի գալուց հետո բացվել է։ Հիմա ինքը իր երկրում ապավել է ժողովրդավարությունը, բայց էլ եմ ասում, եթե իր երկրի շահերից բխում է, որ օրինակ, չգիտեմ, Հայաստանում լինի Նիկոլ Փաշինյանը կամ Ռուսաստանում չլինի այսինչ կամ ցանկացած հարցի մեջ, ինքը իր երկրի շահերը է պաշտպանում, ոչ թե մեկ այլ ուրիշ երկրի ժողովրդի։ Այո, հասկանալի է եւ ի վերջո մենք էլ պետք է դա գիտակցենք, որ ամեն երկիր իր շահերը պետք է պաշտպանի, այդ Իհարկե, բացի Հայաստանից բոլորը իրենց շահերն են պաշտպանում, բացի Հայաստանից։ Եվ Հայաստանը ստացվում է մեր թերևս հաշվին է։ միակ երկիրն է երկրագնդի վրա, որ իր երկրի շահերի հաշվին լավություն անում աչուձախ բոլորին, Ադրբեջանից սկսած, Թուրքիա, բոլորին։ Այո, եւ հիմա ես կուզեմ անդրադառնանք հետընտրական այս իրավիճակը, հիմա այս պահին ինչ վիճակում ենք մենք գտնվում, առավել սրված, լարված, որտեղ այն ինչ որ ինքը խոստացավ, ջախջախել, գցել բանտերը եւ այլն, հիմա գործնական հարթության մեջ իրականացնում է Արթուր եւ իրականում ինքը չլինելով մեր ժողովրդի մեծ քվեն ստացած գործիչ եւ ուժ ԿՊ-ն չլինելով այդպիսին, Փաշինյանը խոսում է ժողովրդի անունից, ամեն ինչ անում է, ամենավատ բանը Հայաստանում հայ ժողովրդի դեմ նա անում է, հայ ժողովրդի անունից հանդես գալով, սա սարսափելի մի, չգիտեմ, անունը դնել բռնապետություն, երբ որ ճիշտ նկատեցիր, երբ ամեն ինչ անում է ի հոգուտ օտարի, հայ գործարարին բանտարկում է, տեղը բացելով, ես վստահ եմ, որ դա այդ պրոցեսն է, տեղը բացելով օտարների համար, քաղաքական ուժերին ընդդիմադիր նրանք, ովքեր դեմ են իր հայացքներին, ընդդիմադիր հայրենասեր մարդկանց դցրել է բանտերը։ Եվ բացարձակ պետք չէ տարբերություն անգամ գտնել, ասենք Երևանյան բանտերում գտնվող մեր հայրենասեր մարդկանց եւ Բաքվի բանտերում այս պահին պահվող մեր Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարներին եւ ընդհանրապես մեր գերիներին։ Ես չեմ գտնում այդտեղ տարբերություն։ Այդ մարդիկ բոլորը հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարած մարդիկ են։ Մի դեպքում Ալիևն է նրանց բանտարկել, այստեղ էլ Երևանի բանտերում լցրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես կուզեմ այս հետընտրական լարված իրավիճակի հետ կապված խոսել, անազատության մեջ են Ավետիք Չալաբյան, Գագիկ Ծառուկյան, կին քաղաք բանտարկյալ ունի Հայաստանը, Արեգնազ Մանուկյան, քրեական գործեր փորձեց սարքել եւ սարքել է Նարեկ Կարապետյանի վրա եւ դեռ շարունակում է անազատության մեջ մնալ նաեւ մեր Բաքրատ Սրբազանը, տնային կյանքում է Սամվել Կարապետյանը, Արմեն Աշոտյանը, այո, Անդրանիկ Թևանյանը, բոլոր հիմա ինձ թող ներեն մարդիկ ում անունները ես ասում, գուցե պետք է ցանկով այսպես գրել եւ բոլորի անունները մի օր հրապարակել, որտեւ խայտարակ իրավիճակի հետ են հայրենասեր մարդիկ են, հա, սա պետք է շշտել, հայրենիքը սիրող մարդիկ են այսօր կալանավորված։ Հիմա ուզում եմ հետեւյալ հարցը տալ, Արթուր, ինչու է նա այսպես վարվում։ Ում է ինչ ցույց տալիս, հաստատ արտաքին ուժերին մեսիջ է սրանով ուղարկում, այդ կարծիքին չես։ Այդ կարծիքին եմ, տեսեք ովքեր են բանտերում եւ ովքեր են անցել բանտերով եւ ելի անցնում այս տարիների ընթացքում։ Այն մարդիկ են, որոնք այս կամ այն կերպ նախ եւ առաջ են մարդիկ են, ովքեր որ այս կամ այն կերպ կապված են հայկական պետականության հիմնադրման կայացման հետ։ Նախագահներ, չէ, Արցախից սկսած, Հայաստան, պաշտպանության ոլորտի մեջ այսպես պաշտոնյաներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնտեղ, Հայաստանի նույն Ռոբերտ Քոչարյանը նախագահ որ Արցախ եւ այլն։ Այսինքն սա թուրքական սև ցուցակն է, այն մարդիկ, որոնք լավ թե վատ, գիտեք, ես այնպես չի որ մենք միշտ գովել ենք Արցախի բոլոր ղեկավարներին կամ Հայաստանի։ Չէ, բոլորն էլ ինչ որ առումով արել են եւ լավ բաներ եւ թերացումներ ունեն եւ այլն, բայց խնդիրը դա չէ, բայց իրենք կանգնած են հայկական պետականության ստեղծման, կայացման հիմքում։ Նոր պետություն է, գիտեք, բնականաբար
30 տարվա պատմություն ունեցող պետությունը նոր երեխա է, էլի, այսպես ասենք։ Այդ երեխան լիքը սխալներ է անում։ Մեր երկրի ղեկավարներն են լիքը սխալներ են անում, բայց իրանք կառուցել են։ Հիմա այդ մարդկանց նստացրել են բանտերը։ Ինչու՞, որովհետև պետք է Հայաստանի պետականություն չլինի։ Դա թուրքական ծրագիր է, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է փայլուն, ինչպես արդեն խոսեցինք այդ մասին։ Այսինքն կտրել հայկական բոլոր ուժերին գլխա, այսպես են ասում։ Մի խոսքով հիմնովին ոչնչացնել հայկական պետականության հիմքերը, անձանց, ովքեր որ կանգնած են այդ պետականության հիմքերուն, եւ նաեւ բոլոր նրանց, ովքեր որ հայրենիքի մասին կբարձրաձայն են, որոնք ավելի համոզիչ խոսք ունեն, ազդեցություն ունեն, բոլորին բանտեր նստելով, վախեցնելով, չգիտեմ, կաշառելով, հնարավորինս շուտ ազգային ինքնությունից կտրել ազգին եւ դա անում են ինչպես 100 տարի առաջ նախ մտավորականությանն են վերացնում, բոլոր այն ձայներն են կտրում, որոնք կարող են խոսել այդ մասին։ Սա մի կողմից եւ երկրորդ բոլոր բռնապետերը քիչ առաջ ասեցիք, չգիտեմ, բռնապետություն ասեմ, այո, բռնապետություն է, իրեն հենց անունով կոչենք, սա այսպես բնական զարգացման էտապ է, երբ որ ընտրություն ես կեղծում, երբ որ տարբեր օրենքներ ես խախտում, ամեն հանցագործություն գործելուց հետո մի հատ ավելի մեծ հանցագործություն պետք է անես, որպեսզի կարողանաս դրա տակից դուրս գալ, հա, այդպես խորացել եկել ասելա բռնապետության։ Եվ եթե նայենք պատմությանը, բոլոր բռնապետերն են հանդես են եկել իշխանության անունից։ Բոլոր հանցագործությունները կատարվել են ներողություն ժողովրդի անունից։ Բոլոր բռնապետերը հանդես են եկել ժողովրդի ազգի բնակչության անունից։ Եվ այդ ժողովրդի անունից ժողովրդի հերն են անիծել ու մեծագույն հանցագործություններ գործել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ վերջի ստադիայի վրա է։ Իսկ հաջորդ ստադիան մենք գիտենք թե ինչ է եղել բռնապետերի հետ, ասենք, կարծեմ ինքն էլ գիտի, բայց չգիտեմ ինչ պլաններ ունի այդ հաջորդ ստադիաների մասին։ Հա, ես վախենամ ինքը իր այդ պլաններով, եթե թույլ տանք նրանց շարունակել մնալ, կհասնի այն ծրագրին, ինչ մենք ասացինք, ադրբեջանա-թուրքական տանդեմի երազանքին, Հայաստանի չգոյությանը եւ այդ ժամանակ իրեն պատժողները չեն լինի։ Հաճախ է այդ մասին ի դեպ ասվում, որ ինքը հենց այդ նպատակն ունի՝ մնալ այնքան իշխանության ղեկին, մինչեւ այդ ծրագիրը իրականացվի, այո, եւ ինքն էլ իր նաեւ անվտանգության հարցը կլուծի։ Չէ, բայց այդ ում ծրագիրը որ իրականացվում է, նրանք էլ են պատժելու վերջում։ Որտեվ դավաճանները իրենց պետք չեն, էլի, եթե մեկին իր ազգին դավաճանել է, հա։ Թուրքերը պատժում են դավաճաներին նաև, թեպետ իրենց ծառայած, հա։ Ես այստեղ մի դիտարկում կուզեի անել, Արթուր, տես ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանն ասում էր, որ իրենք հաղթելու են եւ անպայման սահմանադրական մեծամասնություն են ապահովելու։ Վստահաբար ասում էր, որ ժողովուրդը չի քվեարկի, այդով է շուն ու շանգյալը, որ պիտի գնա, հիշում ես, այս խոսքերն էր ասում, եռագլուխ այդ կուսակցություններին պատերազմաբեր իբր, հա, այսպիսի ձևակերպումներ էր անում, իբր այդ կուսակցություններին ոչ ոք չի ընտրելու եւ ինքը կարծում եմ այդպես հավատացրել էր նաեւ դրսին իրեն օժանդակող Ադրբեջան, Թուրքիա, նաև Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, բոլորին վստահեցրել էր, որ ինքը շատ բարձր, այսպես քվեով է մտնելու խորհրդարան։ Դա տեղի չունեցավ։ Անգամ այդ բռնաճնշումների պարագայում մարդիկ 750,000-ից ավելի մարդ դեռ պատկերացրու են թվերը, որոնք ինքը գողացավ Բարգավաճ Հայաստանից եւ մյուս բոլոր, այդ ինչպես հայտնի իրեն արդեն այդ անունը ինքը արդեն ունի, մանդատագող, եթե այդ գողությունները վարչական ռեսուրսի զարուրելի օգտագործում, բանակ, պետական ամբողջ ապարատ, եթե դրանք անում ենք, տակը շատ փոքր թիվ է մնում։ Երևի 30%-ն է Նիկոլ Փաշինյանին ձայն տվել։ Կգա մի օր այդ հաշվարկը հստակ կարվի։ Ամեն դեպքում ինքը 60 պլյուս 64, հա, այսպես որ մանդատով հիմա մտնելու է, այդ մանդատը իրենը չի։ Բայց հիմա ինքը ինչ է ուզում ապացուցել, ես այսպես եմ կարծում, հիմա իմ դիտարկումը ներկայացնեմ ու լսեմ նաև քո արձագանքը։ Այս բռնաճնշումներով, կալանավորումներով ինքը ուզում է հետևյալն ապացուցել, որ այդ մարդիկ ընտրակեղծարարներ են, ընտրությունները կեղծիքներով են անցկացրել եւ ձայները վերցրել են ժողովրդից կեղծարարության միջոցով, ինչպես հայտարարում է, չէ, ուժեղ Հայաստանի պարագայում, մյուս բոլորի պարագայում հայտարարում է, որ դուք ինչպես է ասում, օրգանիկ ձայներ չունեք, հա, կեղծիքներով եք ընտրված։ Եվ հիմա բանտերը լցնում է այդ մարդկանցով, որպեսզի նույն Թուրքիային, Ադրբեջանին, Ալիևի Էրդողան ցույց տա, որ
Այդպես են նրանք ձայներ ստացել, որ ես եմ այդ այն մարդը, ում հետ դուք պիտի շարունակեք աշխատել, ես եմ ժողովրդի քվեն ստացածը։ Ես կարծում եմ սա է նաև պատճառը, որ ինքը այսպես անցել է համատարած բանդերը լցնելու, որտեղ տրամաբանությունից դուրս է Արթուր, հաղթող մարդը, եթե դու վստահ ես, որ դու իսկապես հաղթել ես, պետք է որ այսպեսի պահվածք չունենար, չէ՞։ Միանշանակ, բայց պես ինձ թվում է նախ այդ օտար երկր Ադրբեջան, Թուրքիա եւ մյուս երկրներ, ասենք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, իրենք ունեն հատուկ ծառայություններ, իրենք շատ լավ գիտեն թե Նիկոլ Փաշինյանի իրական ձայները ինչքան են։ Թվեր, կոնկրետ թվերի մասին չի խոսքը, բայց իր ռեյտինգը եւ իր հեղինակությունը իրենք շատ լավ տեղյակ են, այնպես որ իր ասելով չի։ Շատ լավ գիտեն, որ ինքը ճունի աջակցություն հասարակության մեջ, գողացել է այդ ընտրությունները, թեև իրենք աջակցություն հայտնել են, ասենք Եվրամիությունը, բայց ամեն անգամ իրեն հիշեցնելու են, որ դու լեգիտիմ չես։ Մենք քեզ շնորհավորեցինք, բայց դա չի նշանակում, որ դու անցել ես։ Եվ դա օգտագործելու են Հայաստանի դեմ։ Սա մեկ։ Երկրորդ, ինչի է դա անում նա, որովհետև ինքը, ասենց ասեմ, վրեժ խնդիր է լինում, Արմենե։ Ոչ միայն Գագիկ Ծառուկյանից, Սամվել Կարապետյանից եւ իրենց ուժերի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանից եւ իր ուժից, այլ նաեւ այն մարդկանցից, ովքեր որ ընտրել են, իրեն չեն ընտրել, այսպես ասենք։ Բոլորից վրեժ խնդիր է լինում։ Այս շունշանգյալի պատմությունն է, այլ, այսինքն իր համար այդ զանգվածը շունշանգյալ է։ Դրանք կաշառված մարդիկ են, դրանք ու մենք տեսանք շատ բազմաթիվ այսպես կարծես թե տրենդ էր դարձել, ասում են ես ընտրել եմ իմ կամքով, ինձ ոչ մեկ փող չի տվել։ Շունշանգյալն էլ դու ես։ Հասկանում ես, ինքը այնքան են աստիճան, ասեն, մենք շատ լավ գիտենք, դու էլ ես շփվել, ես էլ եմ շփվել, ինքը այդպես հոգեկան, այսպես ցնցումների մեջ հաճախ է լինում, այդ ցնցումների պահին ինչ որ բաներ է ասում, հետո ամբողջ պետական համակարգը ընկնում է, փորձում է այդ իր ասածը իրականացնել։ Ինքը նախընտրական շրջանում ասեց բոլորին կզսնելու եմ, ես եմ անելու, նստեցնելու եմ, տանելու եմ, կողեմ բերթերը, ԱԱՑ-ն ուղարկեմ եւ այլն։ Հիմա ամբողջ պետական համակարգը դա է անում եւ ինքն էլ այդպես պահանջում է, որ անեն, որովհետեւ ինքը վրեժ խնդրություն մուռ էր պահել, այսպես ասենք, ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ այն մարդկանց, այն ժողովրդի շարքային քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ իրեն չեն ընտրել։ Իրեն չընտրողները դրանք բան են, ամեն ինչ են բացի քաղաքացուց իր համար։ Իսկ դա մեծամասնություն է։ Մենք խոսում ենք միայն ընտրությունների մասնակցողների մասին, բայց չմասնակցողները։ Ասենք քանի 2.5 միլիոն կարծեմ ընտրելու իրավունք ունեցող մարդ կար եւ մասնակցել է 1.5 միլիոն, չէ՞։ Այն չմասնակցածներն էլ դա էլ իր ընտրողը չէ։ Հասկանում եք, եթե իր ընտրողը լիներ, ինքը կտաներ ընտրության։ Ամենաշատ մասնակցություն է ունեցել իշխանության էլեկտորատը, որտեղ իրենք տարբեր լծակներով բոլորին տանում են։ Ընդդիմությունը այդքան լծակներ չունի, որ իր էլեկտորատին տանի։ Ով գնաց, այսպես ասենք, բայց իշխանությունը իր բոլոր էլեկտորատին տանում է ընտրության։ Այսինքն այդ ընտրությունների չմասնակցած էլեկտորատը իրանը չէր։ Իր էլեկտորատը կեղծիքներով եւ այլն, այն էր ինչ որ իրեն ձայնա տվել։ Այն էլ պարտադրված։ Ինքը դրա համար ատում է, եթե այդպես վերցնենք, մեր բնակչության մեծամասնությանը ինքը ատում է, որտեղ գիտի նրանք էլ իրեն են ատում։ Ատում են նաև Արթուր, գիտես այնքան կարևոր բան ասեցիր, այդ այո, միանշանակ համակարծիք եմ եւ հավելեմ հետեւյալ առումով, ատում են նաև այն տեսանկյունից, որ այդ հատվածը, որը իրեն չի ընտրել եւ ատում է Նիկոլ Փաշինյանին, նաև պիտի շեշտենք անպայման գաղափարակից են։ Այդ մարդիկ Արցախի կորուստը չհամակերպող մարդիկ են։ Այդ մարդիկ մեծ ցավ են ապրում, որ այսօր երկրորդ դասարանի դասագիրքը բացում են եւ մաշտոցը չկա։ Այդ մարդիկ ազգային մտածողություն ունեցող մարդիկ են, ում համար մեծ ցավ է Արարատը կտրել հանել մեր հիշողությունից, ում համար մեծ ցավ ու տառապանք է տեսնելով, որ այս իշխանությունը գնում է հայոց ցեղասպանության ուրացման ճանապարհով։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն նաև որպես լրագրող այս պահը մեր հարցազրույցի օգտագործել եւ շնորհակալ լինել մեր այն հատվածին, որը ամուր կարճած է իր ազգային այդ գիտակցմանը եւ դրանից էլ Արթուր ես պիտի ասեմ, որ անհանգստացած էր Ադրբեջանը,
Ալիևը ընտրությունների հետո շատ մեծ անհանգստություններ, իսուր չէ, որ իր աշխատակազմի ղեկավարին շատ արագ ուղարկեց Հայաստան, այստեղ եկան, ուզում էին հասկանային ինչ է կատարվում, որ Հայաստանում կա 750,000 եւ ավելի մարդիկ, ում մտքում ու երազանքում Արցախի վերադարձն է։ Այս է շատ կարևոր հանգամանք է։ Իհարկե, միանշանակ։ Այո, եւ հիմա ուզում եմ անցնենք առաջ, օգոստոսի 2-ին կգումարվի այս ազգային ժողովի առաջին նիստը, ազգային ժողով, որի վերընտրության հարցում եւ ընդդիմությունն է համարում, որ կեղծված ահռելի ռեսուրսներով է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն իր հերթին է համարում, որ ընտրակեղծարարությամբ է իր քվեները ստացել ընդդիմությունը։ Այս տեսանկյունից մենք ինչպիսի խորհրդարան ունենք։ Փաշինյանը երբ չի կարող ասել, որ ընտրակեղծարարությամբ է ընդդիմությունը ստացել, որովհետև ձայների գողը ինքն է, իր ղեկավարած կառույցն է, ընդդիմությունը չունի այդպիսի հնարավորություն ձայներ փոխելու, գողանալու, հակառակը ընդդիմությունից են գողացել, կոնկրետ մեկ կուսակցության զրկել են, գողացել են նրա ձայները, Գագիկ Ծառուկյանի, իր ղեկավարին էլ շինծ ու գործով տարել նստացրել են, այսինքն Հայաստանը տոտալ բռնատիրություն է եւ այդ ազգային ժողովը լեգիտիմ չէ իմ կարծիքով, այսինքն ոչ թե կարծիքով, համոզմամբ։ Դա ուրեմն կեղծված ընտրությունների արդյունքում ստացված ազգային ժողով է, ընդդիմության ձայները գողացվել են եւ այն ընդդիմությունը, որ հիմա գնում է խորհրդարան, հուսամ որ պինդ կլինի եւ կպահի իրեն հաղթողի պես, ոչ թե ասենք այսպես փոքրիկ խմբակ, որը որպես ընդդիմություն պիտի աշխատի խորհրդարանում, կլինի ավելի լավը, քան նախորդներ եւ իրենց միակ առաքելությունը տեսնում եմ այնտեղ, որ օգտագործելով այդ լծակները, օրինակ, չգիտեմ, սկսած ներքին հարցերից, օրինակ քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներ եւ այլն, վերջ եւ ամենակարևորը միջազգային ատյաններում ներկայացնելու իրենց օրակարգը, իսկ իրենց օրակարգը մեկն է, որ այս իշխանությունը գողացել է ընտրությունները, լեգիտիմ չէ եւ պետք է հեռանա։ Իրենք պիտի օգտագործեն այդ ատյանները միջազգային ասպարեզներում բոլորին, այդ թվում նաև Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին, ցանկացած կառույցում, ՄԱԿ-ում կլինի, թե որտեղ կլինի, Եվրախորհրդարանում բարձրաձայնելու Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու հարցը։ Սա մեծ զենք է իմ կարծիքով, որովհետև Նիկոլ Փաշինյանի աջակցում են բոլորը, բացի հայ ժողովրդից։ Բոլորը։ Այո։ Նա կարողացել է խաբել բոլորին, հիմա խորհրդարանում խորհրդան մտած այդ падգամավորների ֆունկցիան է, որպեսզի նրանց դրսի աչքերը նախ եւ առաջ բացեն, ասեն, որ դուք համարում եք այս իշխանության ժողովրդավար, ինքը ժողովրդավար չէ, ինքը ուրեմն բռնատեր է, Հայաստանում չկա խոսքի ազատություն, չկա մամուլի ազատություն, չկա խղճի ազատություն եւ չկա սեփականատիրական իրավունքի հնարավորություն։ Մարդկանց բերանը փակում են, լրագրողներին բանտարկում են, հոգեվորականներին ձերբակալում են, ներխուժում են եկեղեցու գործերի մեջ եւ մարդկանց զրկում են իրենց արդար քրտինքից, սեփականության իրավունքից։ Սա ժողովրդավարություն չէ, սա բռնակալություն է, այսինքն մեր падգամավորների խնդիրը պետք է լինի դա։ Իսկ ինչ կարող է լինել հետո, կարծում եմ, որ պետք է զուգահեռաբար փողոցը նաեւ ակտիվանա, խորհրդարանը որպես լծակ, բայց միայն խորհրդարանով հնարավոր չէ հասնել։ Իսկ աշխարհը մեզ կհարգի այն ժամանակ, երբ որ մենք կանգնենք եւ ասենք, որ մենք չենք ընդունում այն արժեքները, որը որ Նիկոլ Փաշինյանը եւ իր տերերը փորձում են մատուցել եւ հրամցնել մեր ազգին եւ ստիպել, որպեսզի մենք ընդունենք այդ արժեքները։ Դրանք մեզ համար օտար են, մեզ համար անընդունելի են եւ չենք ընդունում։ Այդ ժամանակ բոլորը հաշվի կնստեն հայ ժողովրդի հետ, չեմ ասում կոնկրետ գործիչների հետ, հայ ժողովրդի հետ։ Իսկ հիմա չեմ կարծում, թե ինչ որ մեկը հարգում է մեր ազգին, ցավոք հարմներ, ես դրա մասին եմ ուզում ասել։ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար ունեցող երկրին, ժողովրդին չեմ կարծում ինչ որ լուրջ մարդ կհարգի, որովհետև բոլորն էլ հասկանում են, թե ինչ անում է մարդը մեր երկրի հետ, մեր ժողովրդի հետ։ Եվ տեսնում եմ, որ մենք ձեն չենք անում, հետո գնում նորից ենք ընտրում։ Հիմա մենք պիտի իրան ցույց տանք, ասենք, որ մենք չենք ընտրել, ինքը բռնազավթել է իշխանությունը։ Այո, եւ կարևոր բան ասացիր այն նաեւ տեսանկյունից, որ Սահմանադրական դատարան ներկայացվեց հսկայական փաթեթ, չէ, իշխանության կողմից իրականացված ընտրախախտումների։ Այդ փաթեթը հոդարակում չպիտի մնա։ Այդ փաթեթը այդ ծանրակշիռ փաստերով
անդադար մեր ընդդիմադիրները պետք է ներկայացնեն աշխարհին եւ փաստեն, որ գործ ունեն, աշխարհը գործ ունի ոչ թե այսպես կոչված ժողովրդավար, հա, բաստիոնի ղեկավարի հետ, դա զավեշտ է այլևս, այլ բռնազավթած իշխանությունը բռնազավթած անձի հետ, ով կալանավորում է, դաժան հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական այլախոհների նկատմամբ եւ հասկանան, որ ի վերջո մանդատագողի հետ գործ ունեն։ Բարի բուն ասով Նիկոլ Փաշինյանի անվան կողքին դա պիտի լինի մանդատագող, այսինքն խորհրդարանական ընդդիմությունը մեծ անելիք ունի, Արթուր, շատ մեծ հայրենիք է գողացել, մանդատագող ամենամեծ բնորոշումը չէ։ Դե հայրենիքի գող լինելը երևի, չգիտեմ, աշխարհում կընկալեն այդ երբ որ մենք ասում ենք, բայց որ ասենք մանդատագող, կարծում եմ ավելի շատ ենք դա կընկալեն լեգիտիմ, ոչ լեգիտիմ խորհրդարան եւ դրանով հանդերձ նաեւ ոչ լեգիտիմ կառավարություն ձևավորելու տեսանկյունից։ Եվ հիմա հետեւյալ հարցն եմ ուզում տալ, այս խորհրդարանը իրականացնելու է այն ինչի մասին մենք խոսեցինք թուրք-ադրբեջանական երազանքների, հա, օրակարգը, թե նոր սահմանադրություն կոչված փոփոխություններ է անելու Արցախի հարցը վերջնականապես փակելով եւ դուրս դնելով մեր գլխավոր օրենքից, մայր օրենքից, թե եկեղեցու հետ կապված իր հստակ ծրագրերն ունի։ Հիմա մի փոքր լռել է ինքը, այսպես, որովհետեւ արտաքին ճնշումը շատ էր, հա, բայց դա չի նշանակում ոչինչ, Փաշազադեն, Ալիևն ու Էրդողանը նրան հրահանգել են եկեղեցու հետ կապված խնդիրները լուծել, ինչպես իրենց համար նախընտրելի է, ԵԱԿ-ը գլխավոր քարտուղարն ազգությամբ թուրք տվեցիր, այսպես ակամա, հա, ակամա բարձրաձայնեցիր այդ ցանկության մասին, օգնել կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանին։ Հիմա ինչ կարծիքի ես կհաջողվի ընդդիմությանը կանխել այս զարուրելի նոր աղետները, որ այս մարդը բերում է մեր գլխին, որովհետև Թրամփի ուղի ասվածը Ադրբեջանը շարունակում է պնդել, որ դա իրենց ցանկությունն է, դա իրենց Զանգեզուրի միջանցքն է, եւ դա պատմականորեն իրենցն է, սա խայտառակ մի բան է, որի առաջ կանգնեցրել է մեզ Փաշինյանի քաղաքականությունից օգտվելով Ալիևը, հա, զավթել ամբողջ Հայաստանը, այսինքն անկլավներ կոչված, հազար ու մի խնդիր կա, որ դրվելու է այս խորհրդարանի առաջ։ Ի վիճակի կլինի, ինչ ես կարծում, ընդդիմությունը լուծել այս բոլոր հարցերը եւ բլոկել, այսպես ասեմ, Փաշինյանի օրակարգը, թուրքական օրակարգը։ Տեսեք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու հարցեր դրված, հենց Ադրբեջանում պարզ ուղիղ ասում են, որ պետք է փոխել սահմանադրությունը, կարծում եմ այստեղ երկու կարևոր բան են ուզում փոխել, առաջինը, որ անկախության հռչակագիրը պետք է այդ հղումը հանգի սահմանադրությունից, երկրորդը հայ առաքելական եկեղեցու այդ հատուկ դերը պետք է վերացվի այնտեղից, դա թուրքական շահի, նաև Նիկոլ Փաշինյանն եւ թուրքական նույն շահերն են։ Ըստ էության։ Միգուցե էլի բաներ են ուզում փոխել, բայց դրանք շատ կարևոր են։ Հիմա մենք չգիտենք իրանք էլ ինչ են հրահանգել կամ ինչ է իրենց մտքում։ Բայց սա է խնդիրը, եւ ըստ այսօրվա պատկերի ազգային ժողովում նա չունի այդ մեծամասնությունը, 2/3-ը, որպեսզի կարողանա սահմանադրական հանրաքվե, ուրեմն օրենք ընդունել։ Բայց իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը փորձելու է գողանալ նաև падգամավորներ, ձայներից բացի նաև падգամավորներ գողանալ։ Հուսով եմ եւ հավատում եմ, որ ընդդիմության առաջնորդները այս ամեն ինչը լավ, այսպես խոշորացուցի տակով անցնելով իրենց կազմը ընտրել են եւ Գեգամ Նազարյանները չեն հայտնվի այդ ցուցակներում չկան եւ Փաշինյանի այդ թրքական ծրագիրը չի իրականանա, գոնե այդ մի առումով վստահ լինենք, որ թուրքական ծրագիրը այդտեղ կանգառվի։ Եթե կուզես նաև Ադրբեջանի կողմից այդ Զանգեզուրի եւ Թուրքիայի Զանգեզուրի միջանցք Թրամփի ուղի այդ թեմայով էլ իմ կարծիքն ասեմ։ Խնդրեմ, այո։ Բնականաբար իրենք երբեք չեն մոռացել, իրենք այդ ծրագիրը ունեցել են, ունեն եւ ունենալու են, այսինքն միջանցք։ Եվ այդ միջանցք ասելով իրենք մենակ այդ մեղրի ճանապարհը չեն հասկանում, իրենք ամբողջ Սյունիքն են հասկանում եւ Տիգրանաշեն եւ այլն այդ ամբողջ ծրագրի մի մաս է։ Այսօր միակ իմ կարծիքն է, միգուցե տարբերվում է քո կարծիքից Արմինե ջան, բայց իմ կարծիքն եմ ասում, թրիփը այսօր իսկապես անվտանգության երաշխիք է Հայաստանի համար։
Ես չեմ ասում լավագույն տարբերակն է ընտրված այսօր, որտեղ կարող էր ավելի լավ ծրագիր լինել TRIP-ը, որտեղ Հայաստանի ներկայացնող քաղաքական ուժը դա Հայաստանի շահերը չի ներկայացնում, այդ բանակցություններում ինքը որևիցե խոսք ասելու իրավունք չի ունեցել։ Այսինքն եթե ասել է, ինքը հաստատել է Ալիևի կամ Էրդողանի ասածը, այսինքն իրենք հանդես են եկել որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի պրոքսի ուժ, ոչ Հայաստանի շահերը ներկայացնող ուժ։ Բայց ամեն դեպքում TRIP-ը այսօր ինչ որ առումով, թեկուզ, չգիտեմ, ժամանակավոր կանխում է թուրք-ադրբեջանական այդ Զանգեզուրի միջանց ծրագիրը։ Օրինակ իրանական պատերազմի ժամանակ նրանք կարող են հանգիստ վերցնել այդ տարածքը, երբ որ աշխարհը խառներ կամ կարող է վաղը ավելի խառը վիճակ լինի։ Այսօր քանի TRIP-ը դրված է այնտեղ, մի տեսակ իմ կարծիքն եմ ասում, դա Հայաստանին անվտանգության ինչ որ երաշխիք է տալիս ամերիկյան ներկայությունը այնտեղ։ Վաղը եթե Թրամփն իշխանությունից զրկել չեն կարող, բայց հանրապետական կուսակցությունը պարտվեց, Թրամփը խառնվեց ներքին գործերի մեջ, Ադրբեջանն ու Թուրքիան մոռանալու են TRIP-ի մասին ու էլի իրանց խնդիրը լուծեն, բայց քանի Թրամփը ուժեղ է այստեղ, ոչ Ալիևը, ոչ էլ Էրդողանը չեն համարձակվելու այլ քայլ անել, քան ինչ իրենց թելադրում է Միացյալ Նահանգները, իսկ Միացյալ Նահանգների թելադրած ծրագիրը այլ է։ Շատերի մոտ տպավորություն է, թե Թրամփը այսօր բանը նստել է ու թուրքական ծրագիր է իրականացնում Զանգեզուրի միջանցք, այդպես չի։ Ամերիկյան շահերը շատ ավելի մեծ են։ Այստեղ խնդիրը գնում է կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, Թուրքիայով դեպի Եվրոպա ճանապարհ բացել, այսինքն տնտեսական ուղի, որի վերահսկողությունը Միացյալ Նահանգների ենթակայության տակ է։ Ավելի գլոբալ է ծրագիրը, քան ասենք Զանգեզուրի միջանցք կոչվող թուրքական ծրագիրն է։ Պարզապես այստեղ շահերի համընկում կա եւ այս ծրագրով նաեւ երաշխավորվում է Հայաստանի, այսպես ասենք, ինքնիշխանությունը։ Եթե իհարկե Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարը վաղը ասենք Ալիևն ու Էրդողանը չասեն, այստեղ մի քիչ զիջում արա, էս էլ դուր, չգիտեմ, կամ կարգավիճակը մի քիչ ուրիշ ձև անենք եւ այլ, կամ ասենք ինչ որ պարզվի, որ թուրքական մի ընկերություն էլ է մասնակցում այդ TRIP-ի շինարարությանը կամ շահագործմանը եւ այլ եւ այլ։ Կարծում եմ, որ TRIP-ը կարող է Հայաստանի համար շատ կարևոր եւ ֆինանսապես եւ անվտանգության առումով պրոյեկտ լինել, բայց դարձյալ պետք են բանակցողներ, որոնք ելնում են հայկական շահերից եւ ոչ թե սպասարկում են թուրքական կամ ադրբեջանական շահեր։ Իսկ Հայաստանի իշխանությունները այսօր միանշանակ ապահովում են թուրքական եւ ադրբեջանական շահեր։ Այսքանը կարող եմ ասել։ Որպես հավելում, փոքրինչ նաև մի փոքր այլ դիտարկումով, ուզում եմ ավելացնել հետևյալը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է, այո, իշխանության ղեկին, TRIP-ը լինի, թե չգիտեմ մեկ այլ ծրագիր, դա օգտագործվելու է Ադրբեջանի եւ թուրքիական շահերի համար, այդտեղ հայկական շահը չի կարող լինել։ Արթուր, եւ հիմա գիտեք ինչն է հետաքրքիր, ես այդ առումով որոշակի իմաստով քիչ ձեզ կհակադրվեմ, որ ամերիկյան շահի մեջ հենց այդ գլոբալ շահի մեջ, ինչպես պատմությունը միշտ ցույց է տվել, այս դեպքում եւս, ինչպես առաջին համաշխարհային պատերազմ, այդ փուրում եւս Թուրքիան իր ծրագրերն իրականացրեց, հա, մեծ տերությունների ծրագրի մեջ, նույն կերպ հիմա թուրքերը, եւ դա չեն թաքցնում իրենք, իրականացնելու են իրենց սեփական, պանթուրքական, պանթուրանական ծրագիրը։ Եվ իրենք դա չեն թաքցնում։ Ազգային իրենց կուսակցություններից մեկի ղեկավարը Բախչորլի հայ, եթե ես չեմ սխալվում, բաց տեքստով իրենք հայտարարում են, որ սա իրենց երազանքի իրականացումն է, մեծ Թուրանի ծրագիրն է, Հայաստանը չկա, Աթաթուրքի քաղաքականության շարունակությունը, իսկ Աթաթուրքը պարզ ասում էր, Խորհրդային Միությունը կքանդվի, ոչնչացրեք Հայաստանը եւ միացրեք Թուրքիան, Ադրբեջանը միացրեք դեպի կենտրոնական Ասիա։ Այսինքն այս ծրագիրն է։ Հիմա այդ ծրագրի տակ Ամերիկան իր համար մի փոքրիկ Հայաստան այդտեղ ոտատակ ընկավ թե չէ, պահպանեց իր անկախությունն, ինքնիշխանություն, դա բացարձակ չի հետաքրքրում գերտերություններին իրենց ընկալումների մեջ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի ներսում էլ այդ ուժերը, որոնք ուղղակիորեն նպաստում են թուրանական ծրագրի իրականացմանը, հենց դա էլ լինելու է։ Եվ Թրամփի ծրագիրը իզուր չէ, որ հենց երեք լսում էի ադրբեջանցի վերլուծաբաններից մեկ ասում է, գիտեք, մեզ համար վիրավորական է, որ այդ միջանցքը կոչվում է Թրամփ։
Դա Թրամփը ինչ կապ ունի այստեղ։ Դա մեր ազգային ծրագիրն է, որ մենք պիտի իրականացնենք։ Սա իրականություն է։ Եվ ես ուզում եմ, որ Այո, մեր ժողովուրդը, հասկացա Արմեն ջան։ գիտես, ներողություն խնդրում, մեր ժողովուրդը հենց ընտրությունների ժամանակ խաբվեց հենց դրանով, որ Միացյալ Նահանգներն են այստեղ գերտերություն է, մեր անվտանգությունը կպահեն, ոչ։ Մենք մեր ժողովրդին պիտի ասենք, որ Միացյալ Նահանգներն են, նույն Եվրոպան էլ պարզ ասում են, իմ գործիքը տարածաշրջանում Թուրքիան է։ Թուրքիան պիտի իրացնի իր քաղաքականությունը, հետևաբար ոնց կուզի այդպես է կարնի, եւ շահերը ցավոք ի ողբերգություն մեծ տերությունների եւ Թուրքիայի, Ադրբեջանի այս պահին համընկնում են։ Չկա ներսում ճիշտ խաղացող ղեկավար Հայաստանի, որ բացատրի, որ ժողովուրդ, բայց մենք ոտատակ ենք գնում, ձեզ պետք է, որ մենք ոտատակ գնանք, օրինակ, հա, այս հարցը հնչեցնողներից Հասկացա կա։ դուք ինչ նկատի ունեք, այս պահին թուրքական եւ նախ ասեմ, որ ենթադրենք թրիփը չկա։ Ով կամ ինչն է խանգարում, որ ասենք Զանգեզուրի միջանցքը Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացնեն։ Նիկոլ Փաշինյանն է խանգարում։ Իհարկե չէ։ Նպաստում Իրենք են։ վերցնելու են ամբողջ Սյունիքը։ Վերցնելու են ամբողջ Սյունիքը, չէ՞։ Ով է խանգարել, ով է մեր համար, այսպես Դե դրա ասած։ համար ներողություն խնդրում Արթուր, հազար ներողություն, իզուր չեն, օրինակ ուժեղ Հայաստանը հստակ ասում է երաշխավորներ, եւ Ռուսաստան, եւ Միացյալ Նահանգներ, եւ Հիմա եկանք դրան։ Չինաստան, եւ Այո, Իրան։ Չինաստանը չեմ կարծում, Չինաստանը Դե այնքանով որքանով չեմ կհետաքրքրվի կարծում, այսինքն տարածաշրջանում։ իհարկե հետաքրքրված է, ինքը Իրանի վրա շատ մեծ ազդեցություն ունի։ Ես հասկանում եմ, այստեղ որ ասում ես Արմինե ջան, ուրեմն իրենց շահերը համընկնում է, այո, այս պայն համընկնում է ինչու, որովհետև Իրանի հարց կա։ Բայց իմ կարծիքով, որտեվ ասենք այսօր Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի շահերը համընկնում են, որտեվ շատերը տեսնում են, որ այդ թրիփը ինչ որ առումով Իրանի դեմ է։ Իրականում միգուցե այդպես է, բայց ես կարծում եմ, որ Իրանի հարցը լուծվելու է, Իրանում լինելու է ռեժիմի փոփոխություն, չգիտեմ ինչքան հետո, եւ այդ փոփոխությունից հետո տարածաշրջանում լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծվելու։ Այսինքն դուք պատկերացրեք Իրան, որը շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, շատ լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ։ Ուր է մնում Թուրքիան, ուր է մնում Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգներ, որը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, եւ թրիփի նախագծում արդեն իսկ նախադրյալները կան, նաեւ շատ են խոսում դրա մասին, որ դա չի լինելու Ռուսաստանի դեմ, այլ հակառակը։ Ռուսաստանը հնարավոր է որ ներգրավի այդ թրիփի ծրագրի մեջ որպես երաշխավոր, այդ դեպքում մենք կարող կստանանք ամենափայլուն երաշխիքը։ Ես համաձայն եմ, եթե թրիփը ուրեմն կառուցվում է ընդդեմ Ռուսաստանի, դա չի աշխատելու։ Եթե այսպես դարձնենք հակադրությունների խաչմերուկ, Նիկոլ Փաշինյանը դա է անում, բոլորին հանում է իրար դեմ մեր տարածքի վրա։ Բայց Միացյալ Նահանգների կողմից, այսօրվա իշխանությունների կողմից, իհարկե Թրամփի կողմից կա ցանկություն աշխատել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի կողմից եւս կա ցանկություն աշխատել եւ այդ թրիփ նախագիծը կարող է դառնալ այդ վայրերից մեկը, որտեղ որ իրենք կարող են աշխատել։ Այդ ժամանակ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ իրանք արդեն հայտնվում են մյուս կողմում, հասկանում եք։ Սա է խնդիրը։ Բայց իհարկե աշխարհը այնքան այսպես հեղեղուկ վիճակ է, որ կարող են շատ լուրջ զարգացումներ ունենալ, շատ կտրուկ փոփոխություններ, հատկապես նոյեմբերին այստեղ ընտրություններ են, դրանից շատ բան է կախված։ Եթե օրինակ հանրապետականները պարտվեն, դեմոկրատները գան, հակառուսական բևեռը մեծանալու է, այդ նույն թրիփն էլ, մնացած ամեն ինչն էլ, Հայաստանն էլ հետը դառնալու է, այսինքն ամերիկյան ազդեցության տակ դարձած Հայաստանը հակառուսական բևեռ։ Այժմ այդպիսի ցանկություն Միացյալ Նահանգները չունի։ Հակառակը ուրեմն իր խնդիրը տեսնում ոչ թե Ռուսաստանի մեջ, այլ Չինաստանի։ Միացյալ Նահանգների հակառակորդը Չինաստանն է, Ռուսաստանը չէ։ Եթե ուզում եք իմանալ, իրանական պատերազմը եւս դա պայմանավորված է Չինաստանը, որտեղ Չինաստանը չափազանց մեծ ազդեցություն ուներ Իրանի վրա, նավթի ոլորտի վրա եւ ոչ միայն Վենեսուելա, Կուբա, մյուսը Պանաման, տեսեք ինչ արեց, Միացյալ Նահանգները առաջինը վերցրեց Պանաման, լրիվ չինական ազդեցության գոտի էր։ Վերջնական դեռևս չի լուծվել, բայց արդեն ամերիկյան ազդեցության վերակենդանացել այնտեղ։ Վենեսուելան, Չինաստանի հետ ես ինչ պայմանագրեր ունեն, հենց այդ նույն օր, երբ որ Մադուրոին վերցեցին, Չինաստանի հետ այսպես պաշտոնական բանակցությունների մեջ են հենց այդ նույն օրը եղել։ Հիմա Իրան, Կուբա, այսպեսի խնդիր է լուծում, այսինքն եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները հասկանում են, որ իրենց գլխավոր
խնդրեմը ոչ թե իրանք են, այլ Չինաստանն է։ Եվ այս հարցով իրենք կարծես ցանկություն կա Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ միջև այսպես համագործակցություն ծավալելու, համենայն դեպս այս իշխանությունների օրոք։ Եվ եթե դա տեղի ունենա, ուկրաինական պատերազմը շատ է խանգարում դրան, որովհետեւ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ական երկրները ամեն ինչ անում են, որ Միացյալ Նահանգներին լարեն Ռուսաստանի դեմ։ Հենց ուկրաինական պատերազմը ավարտվեց, կարծում եմ շատ ավելի սահուն այսպես ու դրական զարգացումներ կունենան նաև մեզ համար։ Եվ մենք հուսանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի լինի այդ պաշտոնին, որպեսզի նոր չարիքներ, նոր հարաբերություններ բերի մեր երկրի գլխին։ Հուսանք, Արթուր, իսկապես սա շատ խորքային թեմա է, մեր եթերաժամանակը սպառվում է, կարող ենք մեկ օր առանձին այդ խորքային այդ առումով վերլուծել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում, Ռուսաստան, Իրան, հա, սա շատ կարևոր է նաև մեզ համար։ Դու լավատես ես, ես այդ կարծիքին չեմ, այս պահի դրությամբ գնում է ուղղակիորեն թուրքական ծրագրի իրականացում, ապրենք կտեսնենք, թե ընթացքը ոնց է եւ այսինքն ոչ միայն Արմենե ջան, մի նախադասություն էլ ասեմ, այո, բայց մեր փոխարեն ոչ ոք չի փոխելու, ոչ Թրամփն է գալու, ասելու, գիտեք ինչ, այ ժողովուրդ, դուք արժանի չեք Նիկոլ Փաշինյան, ոչ Պուտինն է ասելու, ոչ էլ, չգիտեմ, Սի Զենպինը, մենք պետք է փոխենք, այդ ժամանակ մեզ կհարգեն, հասկանում եք, երբ որ միանշանակ համակարծիք եմ, այստեղ ոչ թե մենք դիտորդի դերում պիտի լինենք, ինչպիսին դարձրել է Նիկոլ Փաշինյանը, այլ Քոչարյանը մի լավ խոսք ուներ, չէ՞, մենք ոչ թե սեղանի կողքին ենք, այլ սեղանի վրա ենք ամբողջությամբ, տորթի պես կտրատում ուտում են, մինչև վերջ կուտեն, եթե մենք շարունակենք լռել։ Հիմա եւ կուզեմ մեր այսօրվա հարցազրույցը եզրափակել, երեք շատ հետաքրքիր իրավիճակ եղավ, դրան չեմ կարող չանդրադառնալ, Ռուսաստան-Հայաստան, հա, այս հարաբերությունների ֆոնին Պուտինը գիտես, Արթուր չի շնորհավորել առ այսօր, Ռուսաստանը չկա շնորհավորանք Նիկոլ Փաշինյանին այսպես կոչված վերընտրության հետ կապված, իրենք էլ շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել, նա պարտված է, որ ոչ լեգիտիմ իշխանության հետ փաստորեն գործ ունեն, եւ այս ֆոնին Փաշինյանը, որ այսպես հաթաթաներ է շարունակում տալ, մենք Եվրոմիություն ենք գնում, պետք լինի կմտածենք հապկից դուրս գալու մասին, հա, երեք խնդրել էր, որ խոսի Պուտինի հետ, նախաձեռնությունը իրենն էր եւ բարձրացրել էր փաստորեն հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը, ընդ որում ընդգծել է, որ դրանք հակասում են հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտին, Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին, միություն, որից նա ուզում է պոկվել, էլի։ Եվ շատ հետաքրքիր մի բան, փաստորեն Ռուսաստանը Պուտինի արձագանքից, Կրեմլի տրամադրած տեղեկատվությունից մենք հասկացանք, որ Ռուսաստանը այլևս չի ուզում հավատալ Փաշինյանի հավաստիացումներին եւ պարզապես ասում է երկու, հա, ինչպես հայտնի խոսքն է, երկու աթոռի վրա նստելը վերջ ավարտված է, կամ էստեղ ես, կամ այնտեղ ես, կամ մեզ հետ ես, կամ մեզ համար թշնամի համարվող Եվրամիության դաշտում ես։ Եվ Պուտինը ինչ է ասել, ի պատասխան նրա այս խղճահարություն առաջացնող խնդրանքների, գնա հանրաքվե անցկացրու Հայաստանում եւ որոշեք ԵԱՏՄ-ում եք մնում, թե Եվրամիության անդամ եք ուզում դառնալ։ Ես կուզեմ Արթուր քո կարծիքը, փաստորեն հստակ արդեն դրել է Փաշինյանի առաջ, որ կամ մեզ հետ ես, կամ մեր թշնամին ես։ Եվ սա ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Փաստորեն մենք ռազմավարական դաշնակցից Ռուսաստանին վերածում ենք, մենք չէ, Փաշինյանը, վերածում է հայ ժողովրդի թշնամու, Հայաստանի թշնամու, իսկ դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Հետևանքներից սկսեմ, հետևանքն այն է, որ ըստ էության այդ սխալ կամ թշնամական ծրագրի դա նույնն է, որ ասենք մի ճյուղի վրա նստած ես ու կտրում ես այդ ճյուղը, հույս ունենալը, որ կողքի ծառը ավելի սիրուն է, հեսա այդ ճյուղը կաճի, ես ընդեղից կկախցնեմ, բայց այդ ճյուղը քեզանից շատ հեռու է։ Ըստ էության դա է անում Նիկոլ Փաշինյանը, բայց իրականում ինքը փորձելու է, ամեն ինչ անելու է, որպեսզի հարաբերություններ կարգավորի Ռուսաստանի հետ, եւ դա արել է 8 տարի շարունակ։ Ինքը, ինչպես արդեն հաղորդման սկզբում ասացինք, բոլորին խաբել է, եւ ռուսներին, եւ եվրոպացիներին, եւ Միացյալ Նահանգներին, եւ թուրքերին չի կարողացել խաբել։ Բոլորին հերթով խաբել է, Ռուսաստանը այս անգամ որոշել է, որ չխաբվեն։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի ուրեմն ինչ կխոստանա, հնարավոր է շատ մեծ զիջումներ խոստանա Ռուսաստանին հարցերը կարգավորելու դիմաց։
Այսօր Պուտինը ինչ ուզի, Նիկոլ Փաշինյանը կտա, համոզված եմ։ Եթե ասի օրինակ Հայաստանը պիտի մտցնես բանը Ռուսաստանի կազմ, ինքը կմտածի այդ մասին եւ կխորհրդակցի Էրդողանի հետ էլ իհարկե առաջին հերթին, օքեյ է, որ մենք մտնենք Ռուսաստանի կազմ։ Ըստ էության ինքը պատրաստ է տալ ամեն ինչ, որովհետեւ այն իրավիճակը, որ այսօր հայտնված է, գյուղացին ուրեմն զրկվում է իր տնտեսությունից, ռուսամետ քաղաքական գործիչների եւ բիզնեսմենների բիզնեսները խլվում են, փակվում են, անաշխատ է, սոցիալական բունտ է ստեղծվում բոլոր ոլորտներում, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ել չեմ ասում գազի եւ այլն, եթե էլեկտրաէներգիայի գազի գնի թանկացում լինի, պարզապես կատաստրոֆա է եւ առաջիկա ձմեռը ուղղակի մենք Երանի կտանք 2090-90-ական թվականներին, երբ որ լույս ջուր եւ այլը չկար, տնտեսություն չկար եւ այդպես բնականաբար երկիր չես կարող պահել եւ դա բերելու է առանց այնել ոչ լեգիտիմ իշխանություն, դա իր իշխանության կորուստն է լինելու, սոցիալական բունտը դառնալու է իր իշխանության գերեզմանափորը։ Ինքը շատ լավ դա հասկանում է։ Դրա համար պատրաստ է տալ ամեն ինչ Պուտինին, միայն թե վերականգնվի այդ առևտուրը, չպատժվի Ռուսաստանի կողմից, կարող է վաղնել Եվրամիության դեմ ելույթներ ունենալ Նիկոլ Փաշինյանը, չզարմանաք իմիջիայլոց։ Միացյալ Նահանգների Եվրամիության դեմ, Ուկրաինայի դեմ կարող է վաղնել ելույթներ ունենա, չզարմանաք իսկապես, բայց հարցը նրանում է, թե արդյոք այս անգամ է ռուսները կխաբվեն, թե չէ։ Եթե չխաբվեն, ուրեմն շատ ծանր օրեր են սպասվում մեր գյուղատնտեսությանը, մեր ժողովրդին, Աստված մի արասի, եթե գազի գինը բարձրացին, շղթայական ռեակցիայով ընդհանրապես ուղղակի կատաստրոֆա է լինելու Հայաստանում։ Բայց հուսանք, որ բանը դրան չի հասնի եւ միակ հույսս գիտեք որ նա արմն է, որ Նիկոլ Փաշինյանի այս ազգային ժողովը 4 տարի չի շարունակվելու։ Պես ասենք, տեղի կունենան արտահերթ ընտրություններ մոտ ապագայում։ Դա Հայաստանի միակ փրկությունն է։ Շատերն են կարծում, որ 1.5 տարի շատ կարող է ձգել այս խորհրդարանը եւ հնարավոր չի մանավանդ եթե ճիշտ աշխատի ընդդիմությունը խորհրդարանի ներսում եւ նաեւ ճիշտ աշխատի փողոցում, այսինքն ժողովրդի հետ, այդ ճիշտ համագործակցության արդյունքում մենք համատեղ ուժերով կարող ենք սրանց ուղակի դուրս շպրտել մեր հայրենիքից, որ վաճառում են իրենց իշխանությունը պահելու համար եւ մենք այլևս Արթուր գիտեք, մենք լրագրողներ ենք Բայց դու տեսնում ես, չէ՞ մենք որպես լրագրողներ, ասենք լրատվական, ես ինքս հիմա բարում եմ հարցազրույցը, բայց ես չեմ կարողանում նաև գնահատականներ չտալ։ Պարզ պատճառով, ես ի դեպ վաղուց պատերազմից առաջ, երբ որ արդեն զգում էինք, որ Արցախը սա հանձնում է, ես հայտարարել եմ իմ հաղորդումներից մեկի ժամանակ, դադարում եմ այսպես կոչված լրագրողական այդ չափանիշները պահել։ Դրանք իմ ազգի համար վտանգավոր են եւ կեղծ հարցեր տալ չեմ կարող։ Ես պետք է հնչեցնեմ այն իրավիճակի հետ կապված այն իրողությանը ուղղակիորեն առնչվող հարցեր եւ բարձրաձայնեմ ինքս եւս, որ այդ վտանգի մասին մենք ամեն մեկս պարտավոր ենք դա անել, Արթուր ջան։ Եվ ես շատ շնորհակալ եմ, որ դու միացել ես իմ նախագծին եւ մենք միասին կշարունակենք մեր վերլուծությունները եւ մեր սփյուռքին, մեր ժողովրդին ցույց կտանք իրականությունը։ Իդեպ անցած անգամվա մեր հարցազրույցի ժամանակ մի շատ կարեւոր շեշտադրում արեցիր Ես չեմ մոռանում դա, այդ վտանգը, որ մեր հաղորդումները այս տեսակի ոչ իշխանական ընդդիմադիր հատվածի չի տարածվում Սփյուռքում տարբեր կոնտենտներով խանգարում են տարբեր տարբերակներով Facebook-յան նաև գրառումները դուք ավելի շատ տեսնում եք իշխանական ֆեյքերին, իշխանական լրատվամիջոցներին, քան մեր նման աշխատող ազգի խնդիրներով մտահոգ լրատվամիջոցների հաղորդումները։ Սա պիտի ճեղքել։ Ես չգիտեմ ոնց, բայց գուցե պետք է մտածել այս քարոզչական փակուղին ճեղքելու համար, որովհետև դու քո խոսքում ասեցիր, Փաշինյանին օգնեց նաև տեղեկատվական դաշտում Ադրբեջանը, Թուրքիան, հայկական տեղեկատվական դաշտը պետք է ամրանա։ Պետք է մենք բոլորս մեր տեղում դրսում քո նման լրագրողները ներսում մենք փորձենք ճեղքել այդ պատը քարոզչական եւ իրականությունը հասնել մեր ժողովրդին։ Եթե ասելիք կա այս առումով, եթե ոչ եզրափակեմ։ Այո, դա շատ իրենք շատ մեծ ռեսուրսներ են դնում իհարկե։ Տեսեք, այդ պոակ կար հիմա, չգիտեմ ոնց է կոչվում, քարոզչության այդ կեղծերի պոակ էին ասում, ֆեյքերի։ Սերժ Սարգսյանի օրոք իրենք այդ ավանդույթները այն ժամանակ սկսեցին, որ փոխարեն ազգային հարցերում թուրքական հակաքարոզչության
թուրքական քարոզչության դեմ, ադրբեջանական քարոզչության դեմ, ազգային խնդիրների հարցում այդ հիմնարկը օգտագործվել, իրենք օգտագործում են դիմադիր քաղաքական գործիչների դեմ։ Դե իսկ հիմա դա արդեն որպես ամենալավ այդպես կեղծիքի տարածման մասնագետ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի օրոք դրանք ավելի կատարելագործվել են եւ մոռացված ազգային խնդիրները իրենք զբաղված են իրենց քարոզչությամբ եւ անդիմության հակաքարոզչությամբ, հայրենասիրության դեմ հակաքարոզչությամբ, իրենք մեծ ռեսուրսներ են տարածում։ Մենք իհարկե ամեն ինչ պիտի անենք, լավ կլիներ, որ այսպես բանակ ստեղծվեր լրագրողական կամ չկոչենք լրագրություն, դա ոնց որ ասենք on-line հարթակ, որտեղ որ ավելի շատ դիմադրողական շարժում on-line հարթակ, որը որ կտարածեր այն բոլոր նյութերը, որոնք իսկապես ազգային են, ուղղված են ազգային շահին, որպեսզի ինչ որ առումով կոտրենք, բայց մեծ ռեսուրսներ են ծախսվում։ Ամեն դեպքում մենք լուրջ ենք եւ իհարկե բոլորին կոչ կանեմ, որ դիտեն Արմենիայի հաղորդումը, տարածեն եւ ընդհանրապես հայրենասիրական խոսքը պետք է ավելի շատ հնչի։ Այո։ Եվ ազգային հարցերի մասին ավելի շատ պետք է խոսել եւ շնորհակալ եմ քեզ, որ դու դա անում ես։ Ես էլ քեզանից եմ շնորհակալ եւ պիտի այս կապը պահենք մեր Սփյուռքի հետ։ Շնորհակալ եմ այս հետաքրքիր վերլուծության համար, տեղեկացնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով հարցազրույցի էի այս անգամ հրավիրել դարձյալ իմ լավ գործընկերոջը լրագրող Արթուր Սահակյանին, ով միաժամանակ ամերիկա-հայկական գործընկերություն հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։